Գարունը արդեն թևակողել է ջավախք, իր հետ բերելով ջերմություն ու նոր կյանքի զարթոնք։ Խոխոջում են արվակները, դեռ կանաչին չեն տվել դաշտերը, բայց արագիլները վերադարձել են իրենց բները։ Թռչունների ճռվողյունն է ամենուր, ու մանկան ծիծաղը։ Մարդիկ դուրս են եկել իրենց տներից ու իրենց աչքերում կարծես նոր կյանքի ու զարթոնքի փայլ է նշմարվում։ Գարունը գալիս է։ Ինչպես գիտենք, գարունը այս տարի ջավախքում բավականին շուտ եկավ, ի զարմանս մեզ։ Հիմա արևը շողում է, բավականին տաք եղանակ է, ինչը շատ զարմանալի է ջավախքյան համար։ Ճիշտ է, դեռ ամբողջությամբ ձյունը չի հալվել, սակայն նկատվում են արևի շողերը, արագիլները արդեն վերադարձել են, ինչը բնորոշում է եւ խորհրդանշում է գարնան գալստյան մասին։ Ձնծաղիկ արդեն կարելի է նկատել որոշ վայրերում եւ բավականին տաք է արդեն գարնանը եւ շատ հետաքրքիր կանցնի կարծում եմ այս գարունը։ Գարնան գալուն հետ համատեղ սկսվում է բնակիչների գարնանացանի պատրաստությունը։ Չնայած օրերը տաքացել են, այնուամենայնիվ գարնանացանը մեր մոտ սկսվում է ապրիլի կեսերին։ Բնությունը կարող է անակնկալ մատուցել։ Վախը մարդկանց սրտերումն է։ Մայիսին գցանին հունիսի ապրիլին մենք ստեղ չենք ապրել Հայաստան կապին, բայց այնտեղ Հայաստան արդեն բերքը ցանած է։ Այստեղ ես ինչ գիտեմ, ամեն տարի այստեղ ապրել եմ, ճիշտ է հիմի նոր եմ գնացել։ Առաջ ցանենք ապրիլի մեջ, հիմա ցանենք մայիսին հունիսին շատ գիտեմ։ Առաջ լավ ենք ապրել, հիմա հետ շատ դժվար է։ Հիմի կվասերում դա սախի բանտ։ Սախ երեխեքից բեռնած։ Սախ առաջ ադողլո կուդեինք, ամեն ինչը կուդեինք, մի բան մեջ եկա ուտելու։ Սիրել եք ջավախքի գարունը։ Հա, բան ջավախքի գարունը սիրել եմ ես։ Կյատվորը եղել ես ֆաբրիկայում աշխատել 20 տարի, Օշխրկիթ եմ եղել 20 տարի դաբրոցն եմ աշխատել։ Տեղ չգար չեմ աշխատել։ Գարունը այնքան ծաղիկ է վառել, գարունը այնպես պայծառ է կրկին։ Այս օրերին դեռ չկա մեծն պոետի գարնան նկարագիրը, բայց կա ջերմություն, հանգստություն, վառ ժպիտներ, որոնք բնորոշ են գարնանը։ Ջավախյան գարունը իհարկե չսիրել չի կարելի, որովհետև ջավախք ունի իր գեղեցիկ տեսարժան վայրերը, որը յուրաքանչյուր տուրիստ, յուրաքանչյուր դրսից գալացող մարդիկը հիանում են ջավախքի տեսարժան վայրերից եւ բնությունից, որովհետև ջավախքը շատ սիրուն բնություն ունի, հատկապես գարնան ամիսներին։ Ուրեմն ինչպես գիտենք, արդեն գարունը բացվել է ջավախքում։ Գարունը բերում է իր հետ գունավոր օրեր, այսինքն ծաղիկները բացվում են, ճիշտ է մեր մոտ մի քիչ շատ ուշ է բացվում ծաղիկները, բայց այնուամենայնիվ գարունը իր շունչը արդեն տվել է յուրաքանչյուրիս մոտ, որովհետև պայծառ արևը շողում է, երուզերը մարդկանց արդեն շատանում են, յուրաքանչյուր մարդ ունի իր նպատակները, իր շինարարական աշխատանքները։ Կցանկանամ, որ գարնան սկիզբից մինչև տարվա վերջ միշտ երջանիկ ապրի ժողովուրդը, սիրով ապրի, չարություն ու նախանձը մի քիչ վերացնի, թող 2025 թվականը եւ գարունը ամառը իր հետ բերի նոր երազանքներ, նոր հույսեր։ Արագիլները այս տարի թեզ եկան, իդիկ նշաներով գարունը թեզ կբացվի։ Ձեները արդեն հալել են, գարնան ցանցը այս տարի շատ շուտ կսկսվի, եթե այսպես շարունակվի։ Ինչպես կանխատեսում են օդերևութաբանները, մինչև մարտի 18-ը սպասվում է արևոտ եղանակ ու օդի բարձր ջերմաստիճան, որ եւ կարող է պատճառ հանդիսանալ ձնհալքի, իսկ երբ այն ամբողջովին վերջանա, կսկսվեն բացվել ձնձաղիկները ու կանաչին կտան մարգագետինները։